Ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է արտակարգ եւ լիազոր դեսպան Զյունիկ Աղաջանյանը։ Բարև ձեզ, Տիկին Աղաջանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Քանի որ այսօրվա իմ առաջին հաղորդումն է, սովորաբար ներկայացնում եմ օրվա կարևորագույն բաները։ Ուրեմն դատական նիստից եւ լրագրողների հետ ճեպազրույց րոպեներ անց Արցախի նախագահ հրավիրվել է քննչական կոմիտե 3 գիշեր։ Բագրատ Գարստանյանի գործով հարցաքննվելու նպատակով այս մասին Facebook-յան էջում գրել էր փաստաբան Ռոման Երիցյանը։ Մի կողմից, խնդրեի նշեիք այս թեմայի մասին էլ խոսեք։ Մի կողմից Տիկին Աղաջանյան, այս մարդը խոսում է, ես քանի տոկոս ունեմ, որևէ խնդիր չունեմ, այստեղ հաղթել եմ, բայց այս ճնշումները, խոսքի նկատմամբ այս բռնաճնշումներն ու ճնշումները համատարած ձերբակալություններ, քրեական գործեր, քննչական կոմիտեներ հրավիրել տարբեր մակարդակի տեսակի զրույցներ ունենալ, այս ամեն ինչը շարունակվում է։ Իհարկե, անշուշտ միջազգային բոլոր կառույցների եւ դեսպանատների փակված ականջների եւ աչքերի ներքո այդ ամեն ինչը կա։ Նորին Սուրբ Օծություն Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնում է Շվեյցարիա, որից հետո երկօրյա այցով կլինի Մարսելում, Ֆրանսիայում հայտնում են Մայրաթորը։ Շատ հետաքրքիր է, դե այս օրերին գիտեք մեր ուշադրությունը սերված է Մայր տաճարի գործունեության, հա, շուրջ զարգացումների, թե ինչ է տեղի ունենում Մայրաթորում, այնպես որ ոչ թե Մայրտաճարը, Մայրաթորում թե ինչ է տեղի ունենում, հետաքրքիր է կարծում եմ, այսինքն մյուս կողմից էլ այս տպավորությունը, որ ինքը իր աշխատանքը ինչ որ պլանավորված էր, իր բնականon աշխատանքը Մայրաթորը եւ Վեհափառը շարունակում են։ Գարեգին II տնօրինությամբ կարգալույց է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե Քահանա Թախմազյանը։ Ես կարծում եմ սա տարածվելու է նաև մյուսների վրա, այսօր հետաքրքիր ինֆորմացիա եղավ, դե մենք գիտենք, որ Սուրբ Սարգիսում երբ որ պատարագ եղավ եւ այդ պատարագին ներկա էր Նիկոլը, այնտեղ հրաման էր արձակված, որ պիտի զեղչվի Վեհափառ հոր կաթողիկոսի անունը, մենք տեսանք թե ինչ տեղ ունեցավ, փաստորեն այնտեղ է նաև իրական հավատավոր ժողովուրդը եւ գիտեք Հովանես Իշխանյանին մենք տեսանք հիմնականում, բայց ինքը միայնակ չէ, այնտեղ շատերն են եղել։ Ես ասեմ, որ համենայն դեպս տեսանյութերի պատկերից ակնհայտ էր, որ հավաքված հավատավոր ժողովուրդը անմիջականորեն արձագանքեց եւ աջակցեց։ Եվ ձոնն է հնչել կաթողիկին պահիր, պահպանիր հենց այն փուլում, երբ որ Նիկոլն ու Կճոյանը գրկախառնվում էին, ողջագուրվում էին, կամ ինչ-որ բան էին խոսում, կամ ինչ-որ բան էին պայմանավորում, չգիտեմ, հենց այդ ժամանակ։ Այսինքն իրենց համար այլևս պարզ դարձավ, որ իրենք կգնան, ինչ պիտի անեն հիմա, եթե ներսում 100-150 իրական հոգևոր բան հավատացյալ ժողովուրդ լինի, ինչ պիտի անեն դրա հետ կապված հետաքրքիր զարգացումներ կան, դրա մասին ինձ թվում է արժի խոսել, որովհետև հանրային տրամադրությունները այստեղ եւ արձագանքը շատ կարեւոր են։ Եվ այսօր ազգային ժողովում էր ինչ է խոսել այս կառավարության Նիկոլի մասին է, այս կառավարումն ունի նրբություններ եւ սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Ինչ ենք ասում, ամսական 10,400 դրամ ավելացնենք, բայց այդ գումարով ինչ է անելու, ինչի վրա է ծախսելու, հիմա ինչի մենք մարդկանց թոշակառների մասնա, տանք այդ փողը, որ ինքը չի մնա, թե այդ փողը ինչպես արդյունավետ օգտագործի։ Լավ եք լսում, սիրելի հայրենակիցներ։ Ձայն մի անիցյունիկ։ Ճիշտն ասած, ես գիտեի, որ նա սովորություն ունի ուրիշի գրպանի գումարը հաշվելու, բայց ենթադրում եմ, որ մանավանդ թոշակառուները եւ շատ ավելի խելամիտ ծախսելու ձևեր գիտեն, քան իր մտքով կարող է անցնել։ Ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն։ Ամենակարևորը այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից։ Այո, Հայաստանը դուրս են բերել աշխարհակաղակական թակարդից։ Ասենք ամենակարևորը սիրելի հայրենակիցներ, ասենք այն չի, որ դու կարողանաս քո երեխային կերակրել, ձմռանը տակ հագուստ ունենա, սահմանները տամուր լինի, թշնամին գա,
տվյալ դեպքում չէ, կարևորը այդ բաներն է, որովհետև հակառակը ստելով այդ ամենը քաղաքական թակարդի հենց կիզակետում։ Եվս մեկ անգամ արձանագրեն, որ այո, ՀՀ եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։ Մեր ժողովուրդը սիրում է կրկես։ Էս ինչ է։ Շնորհակալ կրկեսն են նայեն եւ ըստ արժանավորին։ Էս ինչ է արփի։ Ես անասուն ենք բերեց տեղարա։ Արփի էս ինչ է։ Նա շտապ անել իրան դուրս։ Всё, պրծանք։ Չէ։ Հարամն նիտենց դասանելը։ Արդեն ոչ ես տրամադրություն ունեմ։ Հարակը։ Բայց ինչի Նիկոլի խոսքի վրա եղավ այս ամեն ինչը։ Հա? Ես տալիս ես գլխին ու всё։ Անից չան, մեսով է, ծրկեսի։ Այս ես գլխին տալ, այս սրանք իմ ուկ է։ Արա զզվացրեց արա։ Անջատեք, ես ներողություն եմ խնդրում, չգիտես ինչի ես խոսքերը մեջ բերելուց, ես մարդը սկսեց գոռալ, այս ինչ-որ բան է ինչի ես, վերջերս ինչ-որ Հիտլերն առաջ գալիս, ես մարդիկ են առաջ գալիս, հենց ինչ-որ արձագանքներ, այսպիսի բաներ է ասել և երեկ երկար անդադ ասում էին դիր հրապարակի, տեսնենք թե ինչ է տեղի ունեցել։ Հիմա ասում եք Քուվեյթի այդ բաները իմ ձեռքում չկան, ինչ-որ բան ծածկել է, ինչ-որ բան հրապարակել է, խնդրեմ։ Բանակցությունների հետ կապված եւ հիմա արդեն ասում է այ պատրաստ եմ եկեք բանավեճի։ Խնդրեմ։ Երևի թե սկսեմ բանակցային փաստաթղթերի հրապարակումից, արդեն իսկ արձագանքները կարծեմ նախագահների գրասենյակներից հստակ էր եւ այդ խեղկատակությունը, որը իրենք հրապարակել էին Մեղրու փաստաթղթի անվան տակ, այսինքն ես չգիտեմ որ մի այսպես մոլուցքով տարված ուղեղի արտահայտությունները փորձում էին ներկայացնել պաշտոնական փաստաթղթերի ձևով, բայց զարմանալի էր, որ իրենք, այսինքն զարմանալի չէր, սպասելի էր, որ իրենք Քիվեստի փաստաթուղթը չհրապարակեցին, որովհետև Քիվեստի փաստաթուղթը ուղղակի հոդս կցնդեցներ բոլոր այն թեզերը, որոնք նա վերջի մի քանի տարիներին այսպես անդադար եւ անհոգնել, ինչպես նա է սիրում ասել, փորձում էր զմռսել մարդկանց ուղեղների մեջ։ Ես նշեմ, որ այդ փաստաթուղթը կա եւ մի ամբողջ արխիվ է փոխանցվել։ Սուտ է խոսում։ Նիկոլա ստում է, որ դա չկա։ Փաստաթուղթը ոչ միայն կա, այդ փաստաթուղթը գաղտնազերծված է Միսկի խմբի համանախագահների կողմից եւ ես ինքս առիթ եմ ունեցել այդ փաստաթղթի մի ամբողջ հատվածի հետ, հատկապես առաջի մասի հետ ուրեմն աշխատելու այն ժամանակահատվածում, երբ որ ՄԱԿ-ում դեսպանի, ուրեմն փոխդեսպանեի, եւ մենք պայքարում էինք Ադրբեջանի կողմից օրակարգի կետ մտցնելու հարցի շուրջ եւ մենք օգտագործել ենք Քիվեստի փաստաթուղթը, հատկապես այն սկզբի հատվածները, որտեղ հստակ սևով սպիտակի վրա գրված է, որ Արցախը փոխանցվում է Հայաստանի սուվերենությանը։ Եվ ավելին ասեմ, որ այդ ամբողջական փաստաթուղթը որպես պաշտոնական փաստաթուղթ գտնում է ԵԱՀԿ-ի դեպոզիտարում։ Այսինքն Հայաստանը որպես եթե անգամ ենթադրենք ինչ որ մի ձևով, որ իր ձեռքի տակ չնայած արտգործ նախարարությունը մի ամբողջ արխիվ գոյություն ունի առաջին իսկ օրվանից, հա, դեռևս 92 թվականի, 91-92 թվականի գրագրությունից սկսած, ենթադրենք, որ ինչ որ մի հրաշքով այդ արխիվը, չգիտեմ, ուր է անհետացել, չնայած այդ արխիվի նաև թվայնացված տարբերակը գոյություն ուներ, իրենք կարող էին մի շատ պարզ գործողություն կատարել։ Ուղղակի խնդրում են ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչությանը դիմել ԵԱՀԿ քարտուղարություն եւ ստանալ փաստաթուղթ։ Չէ, պարզ է, չէ՞ որ է կարող էր ստանալ, ինչու թաքցրեց դա ձեր կարծիքով։ Թաքցրեց, այդ ինչն է իր ստերի, Նիկոլի ստերի ինչն էր բացահայտվելու։ Որ այսքան ժամանակ խափում է, որ ես չեմ տվել, վաղուց արդեն հանձնված էր Արցախը, ես կապ չեմ ունեցել։ Հենց սկզբում փաստաթղթի, որտեղ սևով սպիտակի վրա անմիջականորեն գրված է Լեռնային Ադրբեջանի նախկին մարզ Լեռնային Ղարաբաղը
փոխանցվում է Հայաստանի Հանրապետության սուվերենությանը։ Նորից ասեք, լավ լսեք, ինչ է եղել Փոխանցվում է միջև Նիկոլը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Այո, դա առնում է Հայաստանի Հանրապետության մաս։ Այսինքն ուր ենք հասել բանակցություններով։ Գումարած Լաչինի միջանցքի այո։ հստակ հատվածով։ Նախկին իշխանությունները բանակցությունների արդյունքում ինչ են արձանագրել, որը արձանագրված է գովությամբ։ Այո, ոչ միայն արձանագրել է, որ նաև անգամ եթե անցնում է մեզ։ Անգամ, այսինքն այստեղ միանշանակորեն հերքվում է իր այն տարածվող թեզը, սուտը, որ Արցախը որևէ տարբերակով չէր կարող Ադրբեջանի կազմից դուրս գալ։ Արցախը առնվազն 99 թվականից հետո բանակցային գործընթացի շրջանակներում միանշանակ տրամադրվածությունը եւ ընկալումը այն էր, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի մաս։ Այո։ Այսինքն բանակցային տրամաբանությունը հայկական կողմերի բանակցային աշխատանքի արդյունքում փոխվել էր եւ հստակ ամրագրվել էր եւ այդ տրամաբանությամբ էր իր կողմից սիրելի միջազգային հանրությունը վարում բանակցությունները, որի վկայությունն էր նաեւ Ալիևի կողմից 16 թվականին հայտարարված իր իսկ ազգային ժողովում Միլի մեջլիսում, որ իրեն ստիպում են ընդունել Արցախի անկախությունը։ Այսինքն մենք հասկանանք, որ այս անձնավորությունը այն օրը, երբ որ իրենց իսկ կուսակցության համար այսպես ինչ են ընդունում են, բարևարկության ինչ-որ կանոններ, նույն օրը խախտում է այդ կանոնները։ Այսինքն արդարություն, ազնվություն, թափանցիկություն, հորջորջող անձնավորությունը։ Չէ, ու դու մտել ես մի կառույց, որ այդ իրավունքը քեզ ոչ մեկ թույլ չի տվել, ոչ էլ դու դրա իրավունքը ունես, բայց այն զուգահեռ ինչ է անում ինքը։ Չէ, նույն օրը, այսինքն իրենք ընդունում են, որ իրենք պիտի ինչ-որ բարևարկության կանոններով առաջնորդվեն եւ նույն օրը իրենք սուտ ու կեղծիք են տարածում։ Լավ է։ Ուրիշ կերպ ընկալել եւ ժողովրդից շատ ամենը մի օր հետ գնացի, որ իրենք նաեւ որոշում են ուրիշ կառույց մտնել են տեղ։ Չէ, այդ կառույցի մասին մենք կխոսենք։ Բայց ուզում ասեմ, այն նույն օրը, երբ որ իրենք այդ բարևարկության կանոններն են ընդունում, իրենք նույն օրը խախտում են այդ կանոնները։ Իրենց իսկ հրապարակած փաստաթղթերով։ Ավելին ասեմ, շատ տարօրինակ բան է։ Չգիտես ինչու այս մարդիկ ոչ ՄԱԿ-ի կայքեջի տեղը գիտեն, ոչ ԵԱՀԿ-ի կայքեջի տեղը գիտեն, եւ իրենց փաստաթղթերը վերցնում են Կազիմիրովի կայքեջից։ Շատ զարմանալի բան է, գիտեք։ Չգիտեմ։ Տարական խնդիր է, սեփական ներկայացուցչություն ունենալու պարագայում, սեփական արտգործ նախարարություն ունենալու պարագայում։ Դու ոչ թե պաշտոնական ընդունված փաստաթղթերը, որոնք հանրայնորեն հասանելի են այդ կայքեջերում, դու դրանք փոխանակ իրենց տիտղոսաթերթով, համարակալումով, ընդունված օրով, ամսաթվով եւ այլն, դրանք հրապարակես, քանի որ դա է վերջնական փաստաթուղթը, եւ հրապարակես այն ձևով եւ տեսքով, որ արդեն պաշտոնապես որպես փաստաթուղթ արձանագրված է այդ կառույցներում, որին հասանելիություն ունի թե արտգործնախարարությունը, թե մեր մշտական ներկայացուցչությունները, թե կառավարությունը ցանկության դեպքում, որտեղ այնտեղ գաղտնաբարի եւ ասենք փակ փաստաթղթի բաղամ մուտքի, ասենք բաների բաղամ հանգիստ կարող ես մտնել եւ փաստաթղթ, ել չեմ ասում, որ ուղղակի մի խնդրանքով դա անմիջապես 15 րոպեվա մեջ այդ փաստաթղթերը իրենց կտրամադրվեին, նա չգիտես ինչի իրենք որոշում են, որ պետք է Կազիմիրովի կայքեջից փաստաթղթերը տան։ Շատ զարմանալի է, գիտեք, այնքան անճար են, այնքան հնարավորություն չունեն արկա ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաները օգտագործել, այլև սեփական ներկայացուցչությունների ամբողջական իրավասության ներքո գտնվող կարողությունները օգտագործել փաստաթղթերը հանրությանը ուրեմն ի պատշաճի ներկայացնելու համար, որ իրենք չգիտես ինչի որոշում են Կազիմիրովի էջից վերցնել դա եւ տալ։ Շատ զարմանալի է, գիտեք, ինչքան անճարակ են այս կառավարության ներկայացուցիչները։ Հիմա անդրադառնանք թե նպատակը ինչ էր։ Այսինքն մենք հասկանում ենք, որ այս անձնավորությունը փորձում է այս պահի դրությամբ Արցախյան խնդրի հետ կապված իր վրա եղած մեղքերը այսպես քննարկել եւ հանրային դաշտից իբրև թե դուրս թողնել, որպեսզի առաջիկա իր իսկ կողմից ներկայումս պատրաստվող արտահերտ ընտրությունների ժամանակ դա քննարկման եւ քննադատության առարկա չդառնա, բայց նաեւ միաժամանակ
հերթական կեղծիքն ու զեղծարարությունն են անում, որտեղ ներկայացնում են ինչ որ թղթեր, որոնք ընդհանրապես ոչ պաշտոնական Եկեք ստերի հերթով գնանք։ Մեկը ասեցիք սուտ, որ իբրև թե քուվեյթի բաներ քիվեստի փաստաթուղթը չկա։ Երկրորդ սուտը, որ փորձում էր փաստարկել, որ Արցախը որևէ տարբերակ չուներ Արցախի Ադրբեջանի կազմից դուրս լինելու։ Չէ, ես նկատում եմ ինչ որ հրապարակից դրանից հետո ինչ բարձրացավ։ 99 թվականից հետո հրապարակված բոլոր փաստաթղթերում արդեն իսկ ակնհայտ է, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել։ Սուտ երրորդ։ Այս հրապարակը երրորդ, որ այդ փաստաթղթերը եւ արխիվը գոյություն չունի։ Անկամ եթե այդ արխիվը ինչ որ միտեղ հոդս է ցնդել, որը խիստ կասկածում է, դա հսկայական հատորակներ էին։ Ամեն գրագրության ոչ միայն պատճենները, բունօրինակները, համարակալված, թվագրված, նամակներ եւ այլն պահելով։ Անկամ այդ պարագայում իրենք կարող են շատ հեշտ մի հարցումով ստանալ պաշտոնական փաստաթղթեր եւ դրանք հրապարակել։ Եվ կարծեմ այսօր հայտարարություն է արել, որ կառավարության ձեռքի տակ այդ խեղճ ու կրակ փաստաթղթը չկա։ Այսինքն մենք հասկանում ենք, որ իրենց հերթական քայլը հանրությանը մոլորության մեջ գցելու եւ իբրև թե այսպես ազնիվ չաշխատեց տիկին իհարկե չաշխատեց ինքը հրապարակում է դրանից հետո հանձնարարում է իր չգիտեմ ինչքան քպական չէ քպական է բղավեք բղավեք դե ուրեք դե եկեք եկեք հասկանանք նպատակը եկեք հասկանանք ինչու հիմա տիկին աղջան եւ ինչու համար բացատրում եմ խնդրեմ նշեցի որ պատրաստում են արտահերթ ընտրությունների գոնե դեռ այս պահի դրությամբ իրենց քննարկման այսինքն ակտուալ է իրենց համար արտահերթ ընտրությունների գնալը եւ իրենք փորձում են նախ ժողովրդին մի կողմից մոլորեցնել, այդ ձեր նշած մեծ աղմուկի եւ տեղեկատվական քաոսի, որտեղ սովորական մարդու համար որ կարդալ, դա մեծ չի կարդալու բնականաբար, որտեղ դրանք խիստ մասնագիտական է եւ այլն։ Երկրորդը, որ իրենք փորձելու են այդ քողի տակ իրենց թեզերը նորից այսպես պտտացնել եւ ասել, որ մենք ուրիշ տարբերակ իբրև թե չունենք, կա տարբերակ։ Անկամ եթե ամենավատ վիճակն է դու հեռանում ես իշխանությունից, հնարավորություն տալու մեկ ուրիշին գալ իշխանության, որը նորից է սկսում բանակցությունը եւ դրանով փոխում իրավիճակը։ Մենակ այդ անգամ եթե ամենավատ վիճակն է, քո գնալը արդեն շանս է, քո գնալը հեռանալը արդեն նոր էջից այդ ամենը սկսելու եւ այդ նոր էջից սկսելու պարագան նոր հնարավորություններ են բացում, ինչից օգտվեց փոքր Ալիևի միջայլոց, ներկայիս նախագահ։ Եվ եւս մի հանգամանք, որ ինձ թվում է մեր հանրությունը այս պահի դրությամբ ուշադրությունից բաց է թողում, նշյալ փաստաթղթերից յուրաքանչյուրը եթե վերցնեն, իրենք կհասկանան, թե հակամարտության կարգավորման փաստաթուղթը ինչպիսի բովանդակություն եւ խորություն կարող է ունենալ եւ որը որևէ առնչություն չունի այն խեղկատակության հետ, որ օգոստոսի 8-ին ստորագրեցին։ Ամենաբան անգամ, ամենավատ փաստաթուղթը նրա հոդվածների բովանդակության առնչվող հարցերի քննարկման պարագայում անգամ ակնհայտ է դառնում, թե ինչպիսի բազմախնդիր եւ լայնածավալ շրջանակ է դա ներառում քննարկման եւ լուծումների առումով եւս եւ այդ ընդունած փաստաթղթի կատարման եւ կիրարկման համար մեխանիզմներ ապահովելու համար ինչը որ բացակայում է իրենց այն խեղկատակությանը, որը ընդունեցին օգոստոսի 8-ին։ Այսինքն, որ մենք ասում ենք օգոստոսի 8-ը փաստաթուղթ չի կարող դա հակամարտության կարգավորման փաստաթուղթ լինել։ Դա գալիս է նրանից, որ դա իրոք հակամարտության կարգավորման հետ կապված որևէ առնչություն չի կարող ունենալ։ Այսօր ուկրաինական հակամարտության հետ կապված բանակցությունները 3 ընթացան նորից հերթական անգամ եւ հստակ նշվեց, որ 28-ը այդ կետերից զատ, որոնք հռչակագրային կետեր են, հա, դրանց բացման խնդիր կա, նաեւ եւս 4 փաստաթուղթ է ռուսական կողմին փոխանցվել, որովհետեւ այդ կետերից յուրաքանչյուրը իր հերթին, անգամ եթե բոլոր կողմերի համար ընդունելի լինի, դրանք կիրարկման տեսակետից բացվելու եւ համաձայնեցվելու խնդիր ունեն, ոչ միայն ժամանակային առումով, այլև պայմանների եւ կիրարկողների տեսակի առումով։ Մեր օգոստոսի 8-ի թյուրիմացությունը որևէ առնչություն ունի
հակամարտության կարգավորման փաստաթուղթ երևույթի հետ։ Ակնհայտ է, որ ոչ։ Եվ ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը հերթական անգամ կարող է ուղղակի թերթելով հարցերի այն շարքը, որ այդ փաստաթղթերում առնչվում են, հասկանա, որ այս իշխանությունները խաբել են, խաբում են եւ նպատակ ունեն հերթական անգամ խաբելու մեր հանրությանը, այս պետության, այս ժողովրդի հանրապետությունը ոչնչացման տանելու ճանապարհին։ Ճիշտ է, որ մենք այս օրակարգին առաջ է վերում, մենք շարունակում ենք քննարկել այս օրակարգը։ Ինքը տեսեք, ինքը տարածքը լցնում է։ Տեսեք, այս իր քայլը մենք պետք է բումերանգով հետ վերադարձնենք իրեն, որպեսզի նա հնարավորություն չունենա հանրությանը թյուրիմացության մեջ գցելու եւ սխալ ու կեղծ պատկերացումներով իր համար ինչ-որ երևակայական հաջողություն ներկայացնելու։ Եթե ես խնդրեմ, շատ ամփոփ, 3 նախագահների օրոք ամեն մեկի հետ 1-2 նախադասությամբ ինչ հաջողություն է արձանագրվել 3 նախագահների եւ ինչպես տապալեց ու հանձնեց Նիկոլ Փաշինյան Արցախը։ Առաջին նախագահի օրոք մենք կարողացել ենք հակամարտության որտեղ ինքը 3 նախագահներին է հրավիրում դրա համար այո զինադադարի այդ 94 թվականի մայիսի 12-ի համաձայնությունը կնքել, որով ապահովվել է Արցախի Ադրբեջանից դուրս գոյությունը եւ նրա բանակցային գործընթացում մաս լինելու եւ կողմ լինելու հանգամանքը Դրանից հետո բանակցային գործընթացը աճող ուրեմն կորով եթե նայենք առաջ է գնացել եւ արդեն 98 թվականի իշխանափոխությունից հետո հայտնի այո իշխանափոխությունից հետո արդեն 99 թվականի տարբերակից սկսած որտեղ անգամ փորձում էին այսպես ընդհանուր պետության սկզբունքով հա որ հավասար միավորների սկզբունքով ինչ-որ կերպ դիտել որը եւս հայկական կողմերի համար անընդունելի ոչ միայն հայկական այլ ադրբեջանական կողմի համար անընդունել է այնպես չի որ ադրբեջանական կողմը երազում էր նման պայմանների մասին եւ մենք տեսնում ենք աշճանական կարգով երկրորդ նախագահի օրոք մենք արձանագրել ենք առաջինը Արցախը Հայաստանին միանալու միջազգային հանրության կողմից ընդունելությունը ոչ միայն ընդունելությունը այլև պայմանները երկրորդը դա նաև ընդունելի է եղել մեծ Ալիևի համար Ավագ Ալիևի համար դրան խաթարել են եւ եղել է ամենախաղաղ ժամանակաշրջանը 1 մետր Հայաստանից չենք զիջել եւ հասել ենք բանակցային ընկետին որտեղ քննարկում է Արցախը Հայաստանի մաս ես պահել է նաեւ Սերժ Սարգսյանը տապալվել է թե Ավագ Ալիևը նշել է որ իբրև թե իր ընտանիքի անդամները այս կողմ են կողմ բայց այս վերջերս նաեւ տեղեկատվություն դուրս եկա որ Ավագ Ալիևը Կիևից գնալուց մեկ շաբաթ առաջ այցելել էր Թուրքիա եւ հստակ ցուցումներ ստացել չհամաձայնելու, որովհետև դրանով այդ պանթուրանական ծրագիրը մեկընդմիշտ ուրեմն հոդս էր ծնվելու։ Հույս ունեին էլի մի օր Նիկոլ կգտնեն։ Դե իրենք գիտեին ինչի վրա են աշխատում, այդտեղ Մեծ Բրիտանիա գոյություն ուներ։ Եվ նույն երկրորդ նախագահի օրոք մենք ստացանք Մադրիդյան սկզբունքները, որտեղ միանշանակորեն ամրագրվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես կարևոր սկզբունքներից մեկը, որի հիման վրա պետք է հակամարտությունը կարգավորվի։ Երրորդ նախագահի օրոք արդեն այդ նույն տրամաբանությամբ տարբեր փաթեթավորումներով, տարբեր ձևակերպումներով այդ գործընթացը շարունակվել է։ Այս իշխանության օրոք իրենք ոչ միայն անտեսեցին, այլև իրենց իսկ ունեցած համաձայնությունների արդյունքում իրենք ուղակի ստեղծեցին իրավիճակ, որ արդարացվի ռազմական գործողություններ սկսել է Ադրբեջանի կողմից, ինչը ասել եմ, ասում եմ, դա աշխարհաքաղաքական մեծ խաղ էր, որի մեջ ներքաշվել է այս իշխանությունները իրենց ղեկավարի կողմից, իրենց նախկինում եղած հանձնելու, Հայաստանի միջոցով պանթուրանական միջանցք ստեղծելու եւ այդ արևմտյան հեգեմոնիկ ծրագրերը սպասարկելու համար։ Ինչի դրսևորումն է, մենք վերջերս էլ տեսանք եւ այսօր կարծեմ այս վերջի մի քանի օրվա տեղեկատվությունը Եվրամիության տարբեր պաշտոնյաների շուրթերից ակնհայտորեն հնչում է այն ծրագրի տարերը, որոնց ուրեմն համար այս իշխանությունը բերվել է եւ իրենք հստակ ծրագրով, հստակ քայլերով փորձում են առաջ գնալ։ Արդեն իսկ Եվրամիությունը բացահայտորեն ցույց տվեց, որ իրենք ոչ միայն ֆինանսավորելու են այս
խմբակին, այլև ինչպես բազմիցս նշել եմ, արևմուտքը ինդուլգենցիա է տվել այս իշխանություններին բռնաճնշումների միջոցով հասնելու իր վերարտադրությանը, որովհետև այլ պարագայում այդ արևմտյան ծրագրերը ուղղակի իրենց նպատակին չեն հասնելու։ Իսկ այդ ծրագրերը, ինչպես նույն Եվրամիության կալասներ, հա, այդ պաթոլոգիկ հակառուսը արտահայտում հակառուսական տրամադրություններ ունենալու եւ Հայաստանը հակառուսաստան որպես այդ գործիքներից նիզակներից մեկը օգտագործելուն է ուղղված։ Իսկ դրա համար կարծեմ վերջերս ԱՄՆ դեսպանը Թուրքիայում իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ առաջին աշխարհամարտից հետո կային ժողովուրդներ, որոնք պատահաբար անկախություն են ստացել, այսինքն իրենք համարում են, որ հայերը այստեղ պիտի անկախ պետություն որպես այդպեսին չլինեն եւ պետք է Թուրքիայի վասալության տակ լինեն։ Չընդհանրապես հայերը չլինեն։ Դե դրա համար հայերը ընդհանրապես չպիտի լինեն, ինչի նպատակով առաջինը Արցախը հաթափեցին, իրենց իսկ ծրագրած էթնիկ զտման եւ քաղաքականություն իրականացնելու միջոցով եւ այսօր շարունակում են այդ քաղաքականությունը։ Ես այստեղ մի բնորոշում տամ, այսօր Եվրամիությունը գտնվում է ճահճում, այս սուզվելու գործընթացի մեջ է, վաղուց եմ նշել, որ իրենց Տիտանիկը ոչ միայն բախվել է սառցաբեկորեն, այլ արդեն սուզվել է, իրենք որևէ կերպ չեն ցանկանում դա ընդունել եւ փոխել քաղաքականությունը, բայց իրենք ոչ միայն չեն կասեցնում իրենց ուզումը, այլև ուզում են մնացածին էլ իրենց հետ տանել։ Եվ մենք այդ մնացածի շարքում ենք։ Իսկ այս իշխանությունները հանձնառու են եւ այդ իրենց Եվրամիության անդամակցության կեղծ ու շինծու գործընթացը, որը Հայաստանին որևէ օգուտ չի տալու, բացարձակապես որևէ օգուտ չի տալու, որովհետև անգամ այս ժողովրդավարական արժեքները հանուն, որի մենք դեպի Եվրոպա ենք նայում, մենք տեսանք, թե ինչքան կեղծ էին այդ նույն մարդկանց համար եւ իրենք իրենց իսկ երկրներում, իրենց իսկ պետություններում ամենօրյա ռեժիմով ոտնահարում են այդ սկզբունքները։ Այսինքն մենք այստեղ չենք կարող նրանց որպես ինչ-որ փարոս կամ որպես ուղեցույց անգամ ընդունել, որպեսզի նրանց հետ էլ տնտեսական ու ֆինանսական մասով չեմ ասում, որտեղ Եվրամիությունը բոլոր երկրները գրեթե անխտիր տնտեսական անկման մեջ են եւ այս պարագայում ուրեմն մենք հասկանանք ուրեմն մի բան, Եվրամիությունը շարունակում է այս իշխանությունների աջակցությունը միայն մի նպատակով։ Այստեղ հակառուսական երկիր ունենալու, հակառուսական քաղաքականություն վարող պետություն ունենալու, որը պետք է պարտադիր իրենց դաշնակից, իրենց զինակից, իրենց համար տասնամյակներ շարունակ գործիք դառած Թուրքիայի համար վասալ եւ սպասարկող լինել։ Սա է խնդիրը։ Եթե հայերը համաձայն չեն դրան, ուրեմն իրենց կարծիքով հայերը այս տարածաշրջանում չպետք է ապրեն, իսկ Հայաստանի ռեսուրսները բնականաբար իրենց կարծիքով պետք է բացառապես սպասարկեն արևմտյան ցանկություններին։ Մեջբերում այսօր ազգային ժողովում ինչի ասել Նիկոլը, եւս մեկ անգամ արձանագրեն, որ ՀՀ եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, մեր խնդիրն է խնամել ուժեղացնել, ինստիտուցիոնալ դարձնել խաղաղությունը, շատ կարեւոր է արձանագրել հետեւյալ, որ եթե շատ պայմանական ասեմ, ՀՀ եւ Ադրբեջանի միջև 1 միլիմետր վստահությունը բերում է 10 սանտիմետր գործնական առաջընթացի։ Դե սա ինչի մասն է, այդ առաջընթացը որն է։ Գործնական առաջընթացը մենք տեսնում ենք մեր սահմանները հերթական անգամ այսպես ձևել եւ ճշնամուն հանձնելու միջոցով, այս կարծեմ պարոն Բագրատյանը հստակ կիլոմետրերով դա ցույց տվեց եւ այստեղ ես զգուշացնեմ մեր հանրությանը, որ աչալուր լինեն, որովհետեւ մենք նախկինում նմանատիպ այսպես տեղեկատվական քաոտիկ գործողությունների ժամանակ տեսել ենք, թե ինչպես են այսպես ստորջրյա գործողություններ իրականացվում, հետո մեզ փաստի առաջ կանգնում տարբեր հանձնումների տեսքով եւ այս պարագայում դա եւս ընթացքի մեջ է, որտեղ մենք տեսնում ենք, որ իրենք հանկարծ ադրբեջանցիների հետ սահմանազատման, սահմանագտման հանձնաժողովի նիստ են Գաբալայում անցկացնում, նույն օրը Թուրքիայի հետ են ինչ-որ հանդիպումներ անում, որոնց մասին հանրությունը նախապես տեղեկացված չէ, բացի ընդհանրական ձևակերպումներից մենք ուրիշ բան չենք տեսնում։ Ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների տեսակետից դա տեղավորվում է այդ գործընթացների շրջանակում եւ վերջերս էլ արագացված կարգով հապճեպ այդ Եվրամիության խաղապահ գործողությունների, թե
մի խոսքով դրա մաս կազմելու պայմանագիրը արագորեն կերպով հաստատելու գործընթացը գալիս է այն հանձնարարությունից, որ այս իշխանության ղեկին նստած անձը տվել է Մակրոնին, որն մեր փաստացիորեն ուժերը մաս են կազմելու Ուկրաինայում եվրոպական կողմից խաղապահ ուրեմն զորամասերի տեղակայմանը, եւ սա նպատակ ունի դրանց սպասարկելու, այնպես որ կարծեմ այստեղ գաղտնիք չկա, որ մեր զինվորների կյանքի եւ արյան գնով փորձելու են իրենց աշխարհաքաղաքական հանձնառությունները կատարել։ Իսկ եվրոպացիների համար ցանկալի է իրենց նպատակներին հասնել ուրիշների մարմնով եւ արյամբ բնականաբար եւ ուրիշների տարածքներով, եթե դա դրա հնարավորությունը ունեն։ Հայաստանը դրվել է այս իշխանությունների ձեռքով աշխարհաքաղաքական թոհուբոհի հենց կենտրոնում, թակարդի մեջ են իրենք հայտնվել իրենց հանձնառությունների պատճառով, մեզ դրել են թակարդի մեջ եւ փոխանակ հայ ժողովրդի համար շահեկան ինչ-որ լուծումներ մտածելու, նրանք մտածում են, թե ինչ կերպ փորձեն իրենց կյանքը երկարաձգել, հույս ունենալու, որ ինչ-որ մի պահի սպրդելու եւ դուրս պրծնելու, անվնաս դուրս պրծնելու հնարություն կունենան։ Պիտի հուսահատեսնեմ, որ աշխարհակական զարգացումները բոլորովին այլ բանի մասին են խոսում եւ առաջիկա ամիսներին մենք կտեսնենք զարգացումներ, որոնք ուղղակի գլխիվայր շուռ կտան իրենց մտադրությունները եւ բարեբախտաբար թույլ չեն տա այն ինչ որ իրենք ծրագրել են իրականություն դառնալ։ Ես չգիտեմ, բանն է խոսել արդարադատության նախարարը արժե մեջ բերել թե չէ, ինչերը այո, թող ծեծկրտուկի մասին հայտնի է, չէ՞ որ Արտիկի քրեակատարողական պետի տղա եւ մի մանկավարժի այդ ծեծու ջարդի մասնակիցների, որ բռնություն են գործադրել իրենց անչափահասների, իրենց հասակակցի նկատմամբ, ամեն այսպես է պատասխանել, այո, թող դրանից հետեւություն անեն ու բավարարել է։ Սրանով ավարտել է այս թեմայի մասին խոսել, ինչի մասն է։ Իշխանությունների ներկայացուցիչներ կամ ջայլամի քաղաքականություն են վարում։ Չէ՞ կամ մտավոր հետամնացել կամ լկտի սավան եւ բացառում եմ քրեակատարողական հիմնարկներում 3 հայտնի դարձավ, որ 22 մահ քրեակատարողական հիմնարկներում այսպիսի բան չի եղել, երևի այն ամենաբան երկրներում էլ չկա այսպիսի։ Եվ ես հիշում եմ, որ իմ հենց միջազգային կազմակերպությունների վարչության պետ լինելու ժամանակ հստակ մեխանիզմներ գոյություն ունեին, կարծեմ դրա մասին էլի նշել եմ, որ կար հասարակական կազմակերպությունից, այդ թվում որոնց մեջ ներգրավված են խիստ ընդդիմադիր կեցվածքով, այսպես ասած, քաղաքասարակության ներկայացուցիչներ, որոնք անխոչնդոտ կարող էին մտնել, մուտք ունեին կալանավայրեր, որպեսզի բանտարկյալների եւ կալանավորվածների վիճակը խնդիրները Դե քիչ առաջ դուք էլ հետևում եք Տիկին Պոստանջյանը բարձրաձայնում էր թե ինչ սարսափելի պայմաններում է Վարդան Ղուկասյանը։ Էլ Վարդան Ղուկասյանը տենց հանրային դեմք է, քաղաքապետ է, այսպիսի իբրև թե ուշադրություն կա։ Եթե այդ մարդուն են այդ պայմաններում, բա շարքային սովորական քաղաքացու վիճակը պատկերացնում եք, դե պատկերացնում եք, ամեն օր մի դագաղ են անում քրեակատարողական։ Դե եթե իրանք դատարանում մարսեցին Արմեն Գրիգորյանի մահը, ինչա պատահել որ։ Ես չեմ զարմանում։ Օրը 10 դագաղ էլ կհանեն։ Որովհետև ինչպես է նշեցի, մենք արևմուտքից արդարադատության նախարարի բացառում եմ քրեակատարողական այդ բան կեցվածքը, ոճը, մատուցման ձևը իր ասածներից մի բանի ուշադրություն հրավիրեմ, էլի այս գործողությունների եւ աշխարհակական զարգացումների տրամաբանության ներքո, որ նշեց, որ մարտին այդ իրենց այսպես թխվող սահմանադրության, նոր սահմանադրության տեքստը պատրաստ պիտի լինի եւ սա եւս ցույց է տալիս, որ այս իշխանությունները շտապում են եւ նորից եմ ասում, չի բացառում որ արտահերթի գնան։ Թուրքիան ու Ալիևն է շտապում, ասեն վերցնե մնացածը։ Ոչ միայն, ես կարծում եմ, որ մի հատ իրենք ուղարկեն Էրդողանին եւ Ալիևին, որպեսզի հանկարծ այնտեղ իրենց ցանկություններից դուրս տրույթներ չլինեն։ Եվ իրենք շտապում են, ես վստահ եմ, որ այդ տեքստը դուրս չի գա նախքան ընտրությունները, որովհետև այդ պարագայում իրենք էապես կվնասեն իրենց ձայների ստանալու հավանականությունը, հստակ էլ ավելի բացահայտ դարձնելով այդ պետականակործան եւ ազգակործան
ծրագիրը, որով իրենք առաջնորդվում են։ Եվ իսկ ինչ վերաբերում է այս իշխանության Սրբազանների գաղտնալսելու տեղը մի հատ ասեմ էլի ինչ էր ասել է Սրբույն Արդարադատության, Սրբույա չի անունը։ Սրբազանների գաղտնալսելու տեղեկություններ, գիտեք ինչի օրինակ իմ համար կարևոր չի ինչ անը։ Իրանք sense ոնց որ մի դեմք ունեն, նույն բանավթերքով, նույն ծավալի տարբերություն։ Երեք ինչ որ մի հատ մտավոր հետամնացի էի ցույց տալիս падգամավորը, ոչ մի տարբերություն։ Դեմքը sense անհաղոր, բառերը sense ինչ որ բան ձայնագրված ինչ որ բաներ են ասում, մեկը մի քիչ ավելի լկտի, մեկը մի քիչ ավելի ցինիկ, քիչ sense բաներով։ Դրա համար ոնց որ տարբեր բաներ չկա էլի։ Ըստ դերը կատարելու կարողություն։ Չէ, դե մի քիչ դաս, չէ, ներողություն է, դասիրակություն բառն է ուզում ասել, չէ։ Կատարելու կարողություն։ Հա, գուցե մի քիչ ավելի այս բանի մեջ է։ Կարողության։ Սրբազան, ցես խոսում, այն որ ֆրազն է, սրբազանների գաղտնալսելու տեղեկություն չունեմ, խցերում գաղտնալսող սարքեր չկան։ Վсё, ասում եմ, փակում ասում եմ։ Եթե այժմ հիմա ուզենա ծրվել, չի կարող էսա նոր սահմանադրությունը ինքնալուծարման հնարավորություն կտա։ Հետո խոսել է, բացառում եմ, որ որևէ դատավոր կալանքտա քաղաքական նպատակով Գալյանը Սամվել Կարապետյանի մասին է, որ ասում է դե հել մի հատ տատուտ կամ տատու գերեզմանով երթվի։ Ասենք այս կարող է ծրվել, երբ որ երկու այս կառավարության նստած անձը հրաժարական տա եւ երկու անգամ վարչապետ չընտրել։ Հեմ քաղբանտարկյալ չկա, մեզ մոտ չունենք ընտրովի արդարադատություն, դատավորները, ասենք տարեք մի հատ ինչ որ չուչել են ասում, ինչ են ասում։ Խրտվիլակի, բան դրեք այնտեղ, բայց զապիս միացեք, մենք չունենք քաղբանտարկյալներ, Սամվել ոչ մի ընտրովի դատավարություն չի անում, Սամվել Կարապետյան չգիտեմ ինչ, սրբազանները սա ասեք ու դե ավարտեն։ Իրավունքների կազմակերպությունների զեկույցները լավ չեն կարդում։ Կարծեմ վերջերս փորձել են դրանով արդարացնել քաղբանտարկյալ չլինելու հանգամանքը։ Այո, 40 քաղբանտարկյալ ունենք, ասենք քաղբանտարկյալ չկա։ Չնայած նրան, որ այսօրվա ուրեմն ոչ միայն կալանքի տակ գտնվող, այլև սահմանափակումների տակ գտնվող տասնյակներով մարդիկ ամբողջովին տեղավորվում են Եվրոպայի խորհրդի կողմից հստակ բնորոշված քաղաքական բանտարկյալ եզրույթի Դուք ինքներդ տեսաք, չէ, ամեն այսից քանի նամակ ավելանում էստեղ դատավարության։ Եթե մի լրատվամիջոցի նկատմամբ սա արդեն 10 դատավարական, դուք հասկանում եք ինչի մեջ եք։ Ես այնօր ասեցի իմ խոսքում, մի հատ ինձ ասում էին քամիա կողքով անցել, առավոտը դեսպան ինձ զանգարում էր։ Դեսպան, դուք կարող եք խնդիրներ ունենալ, կարող եմ այս հետ մի հատ այդ հարցերը բարձրացնել, կարող է, չգիտեմ, հետևից էլ մի հատ բան է, եվրոպական երկրների դեսպանատները անմիջապես Մերոնք նամակ գրելով, ասելով, ձայն չկա, ծրտուն չկա, արեք, բայց գրելը պետք է, որպեսզի հետո իրենց այսպես անմեղսունակ ինչ-որ չիմացյալ մարդու տեղ չդնեն, գրելը պետք է, բայց ակնկալել պատասխան դա անհնարին է, որովհետև հենց իրենց ծրագրով Չէ, սրա վիճակ քաղբանտարկյալներ չկան, ընտրովի դատավարություն չկա։ Այս իշխանությունները իրականացնում են եւ շարունակելու են իրականացնել բռնաճնշումներ։ Ժլատ մեռնում է, չէ, Նիկոլե, բոլորը գիտեն։ Ասենք այս պաշտոնյաներին, էդ էլ եմ ասում, խցվիլակ դնի։ Մի հատ խրտվիլակ դրի, ձայնագրությունը միացնի, տարբեր տնեն, ինչ։ Այդպես չի։ Այդ աշխատավարձներ տանի խրտվիլակը վաղը չի կարող քվեարկել։ Բահա, Նիկոլի օրը կամ ինչ էլ հնարավոր է։ Եթե մեռածներ կարող են, դա էլ կարող է լինել։ Այդ առումով ճիշտ եք։ Լավ, անցնենք մնացած, ուրեմն մենք ֆիքսենք, որ այսօր մեր վզին փաթաթում են հերթական գումարները, ընդ որում չի հստակեցվում այդ գումարները, որ Եվրամիությունը տալիս է դա գրանտային է, որպես աջակցություն վարկային է, իսկ որ հստակեցված կար Տիկին Ահաջանյան, որ պիտի քրեակատարողական հիմնարկներում բարեփոխումներ, չգիտեմ ինչ էր հազարի բան եւ Չէ, բայց իմանանք ինչքան ունի պարտքի։ Բայց հիմա մենք գիտենք, որ ես ինչքան տրամադրվել է եւ ինչ պայմաններ են ուր են այդ գումարները մահերը։ Այո, այդ եմ ասում։ Դե տեսնում ենք հակառակ գողության զարգացումը, ասենք տվել է նախկինում չգիտեմ քանի միլիոն տրամադրվել է քրեակատարողական եւ արտադրական։ Նշեցին, իրենք ապատեղեկատվության դեմ պայքար են մղելու, այսինքն ժողովրդի ուղեղներ լվանալու եւ ֆեքային ֆաբրիկաներ սնուցելու գումարներն են դրանք։ Մեկ ամենա չի ազդելու։ Ձեզ ցումավորն է 1000 հոգու նստացրեցիք հայոյեցի, դե այդ չասենք, էլ Արցախ հանձնող տական դավաճաններ եք։ Ես մի բան ասեմ, ինձ թվում է այս իշխանությունները մեր ժողովրդին ոչ միայն լավ չեն ճանաչում, այլև թույլ պատկերացում ունեն մեր ժողովրդի որոշակի շատ խորը թաքնված հատկանիշների մեջ, որոնք ամենակրիտիկական պահերին ցույց են դրվում, մեր ժողովուրդը երբեք ախտի ու կեղտի շուրջ չի համախմբվում։
18 թվականին ժողովուրդը դուրս եկավ բարի արդար ցանկություններով, նա դուրս չեկավ կեղտոտ եւ 7 տարի այդ կեղտը այն մակարդակի է հասել, որ օդը աղտոտված արդեն մեռնում ենք, այլ դեռ ոմանք չեն գիտակցում։ Մի րոպե, իրենք ակնկալում են, որ տասնամյակներով ստերով առաջ գնացած, մշտապես խափած, շանտաժով առաջ գնացած, այս 7 տարվա ընթացքում պետությանը, ժողովրդին, միայն տառապանք, կորուստ, 3 պատերազմ բերած, 5000 զոհից ավել մարդ տված, 10000-ից ավել վիրավոր տված, մի ամբողջ հայրենիք, մեր դարավոր թշնամուն նվիրած։ Հեսա 1 ժամ հետո Նիկոլ Փաշինյանը զանգահարելու է Ջյունիկ Աղաջանյանին եւ ասելու է Ջյունիկ, բայց ստացվում է, չէ՞։ Իշխանության ենք, չէ՞։ Այո, դեռ իշխանության են, ցավոք սրտի դեռ իշխանության են, բայց ես նորից արձանագրում եմ, որ եթե իրենց ձեռքը լիներ, իրենք արդեն 20 թվականին, 21 թվականին այս ամենը հանձնած, փակած եւ իրենց ձեռք բերած դոլարներով տարբեր եվրոպական երկրներում հանգրվանած։ Բա ինչ են անում, մենակ տեսել եք, որ քանի մարդ էլ չի առաջադրվելու։ Այլևս գոյություն չեն ունենա եւ ես եւ դուք մենք երևի թուրքերի ձեռքի տակ սահմանները չգիտեմ ինչ, այսինքն ավելի արագ պիտի լինեն։ Այո։ Եվ որ ասում եք հիմա ուրիշ երկրներում արդեն քանի մարդ է ցուցակում չի լինելու, չեք կարծում, որ շատ է լավ այդպես որոշել են գնալ։ Չէ, իրենք որոշել են կստացվի թե չէ, դա արդեն այլ խնդիր է։ Իրենք շատ բան են որոշել։ Չէ, իրենք շատ բան են որոշել։ Հիմա գանք մեր այս հենց այդ դրա հետ կապված նաև եկեղեցու շուրջ, մայրաթորի շուրջ զարգացումներին, ես ուրախ եմ, որ վեհափառը շատ հաստատական իր պաշտոնի եւ կոչման հարիր գործողությունները իրականացնում է, ցավում եմ իհարկե, որ մեր եպիսկոպոսաց դասի շրջանում ի հայտ եկան որոշակի անձնավորություններ, ինձ համար հետաքրքիր էր առաջին հայտարարությունը, ես չգիտեմ ուշադրություն դա դարձրել եք թե չէ, այսպես լուսապատճան էր հայտարարության եւ ստորագրությունների էջ, իսկ ստորագրությունների էջի վրա գրված էր Հայաստանում գտնվող եւ հյուրընկալվող եպիսկոպոսների ցանկ։ Ոնց գտնվող։ Այսինքն ոչ թե հայտարարությանը միացած եպիսկոպոսների ցանկ, այլ ուղղակի Հայաստանում գտնվող, այսինքն Հայաստանը սպասարկող եւ հյուրընկալվող, այսինքն դրսից եկած մեր եպիսկոպոսների ցանկ։ Սա տպավորություն է ստեղծում, որ կամ ինչ որ մի հանդիպան կամ այդ հանդիպմանը հրավիրած մարդկանց ուղղակի մուտքի մոտ տվել են ստորագրել, որից հետո այդ ստորագրված թուղթը օգտագործել են որպես փաստաթուղթը ամրացնող եւ հիմնավորող, որտեղ հաջորդող հայտարարություններն արդեն, որոնք շատ հետաքրքիր կերպով այս իշխանության ղեկին նստած անձի անձնական թերթի էջերում են տպագրվում, դրանք որևէ լուսապատճան կամ բան չունեն։ Եվ կարծեմ տեղեկատվություն տարածվեց, որ այս եպիսկոպոսներից մեկը տեքստը կարդալուց հետո ասել էր ակնհայտ է, որ սա եկեղեցական չի գրել, որովհետև այսքան անգրագետ չէր կարող գրել եւ իրենք ակնհայտ էր, որ դա մայրաթորի ճեմարանից դուրս եկած մարդ չի դա ձևակերպել եւ դա հստակ ես կարծում սա եւս օգտագործվել է որպես միջոց իրենց փաստի առաջ կանգնեցնելու իսկ հիմա դրանից ելնելով որ շատ հնարավոր է որ իրենց փաստի առաջ են կանգնեցնել եւ իրենք միայն այն հանգամանքով որ իրենք վեհափառի հետ չեն համաձայնեցրել նման հանդիպման գնալ չգնալու հանգամանքը կարծում եմ որ սա իրոք եկեղեցին պետք է մեծ ուշադրությամբ քննության առնի եւ ես վստահ եմ իրենց կանոնագրքում կան համապատասխան դրույթներ որով առաջնորդվելով կարող է համապատասխան գործողություններ իրականացնել Ես չեմ կարծում, որ կհաջողի եւ ես շատ ուրախ եմ հանրայնան արձագանքներից, որ մենք տեսնում ենք տարբեր եկեղեցական այս եպիսկոպոսաց դասի, այո, ներկայացուցիչների հանդեպ, ես ուրախ եմ, որ զտվում են այդ շարքերը եւ այն տեղեկատվությունը, որ այս անձանց հետ կապված դուրս է գալիս, ցույց է տալիս, որ նորից կրկնում եմ այս իշխանության ղեկին նստած անձը դեպի իրեն է քաշում ամենաախտերով համալրված մարդկանց եւ կներեք կեղտոտ ձեռքերով մաքրություն չեն անում
ոչ ինքը կարող է դա անել, ոչ էլ այն անձինք, որոնք իրենց ինչ-ինչ խնդիրներ է թաքցնելու նպատակով լծվել են այս իշխանությունների թշնամական ադրբեջանա-թուրքական օրակարգը սպասարկող գործընթացներին։ Ժողովրդին եւս մեկ անգամ հիշեցնում եմ, սա կապ չունի վեհափառ հոր հետ, սա կապ չունի որևէ այլ եպիսկոպոսի, արքեպիսկոպոսի հետ։ Սա կապ ունի հայի ինքնության ոչնչացման, հայ ժողովրդի դիմադրողականության վերացման եւ Հայաստանում եւ Սփյուռքում մեր հայրենակիցների, մեր ժողովրդի կողմից ազգային խնդիրների վերացման գործընթացին։ Սա մենք հիշենք եւ այս առումով ես ուրախ եմ տեսնելու հանրային այն արձագանքը, որ կա եւ առաջին այդ շփոթից հետո կարծես հանրությունը սկսում է ուշքի գալ եւ արդեն տեղային տարբեր արձագանքների միջոցով, ինչը մենք տեսանք նաեւ Սուրբ Սարգիս եկեղեցում հակադարձել արդեն Գյումրիում երեք գրեցի, որ մի քահանա համաձայնել է առավոտյան արդեն լուր տարածեց, որ անգամ մեկ հոգու Նիկոլը չի գտնում, որ այսպես ինչ-որ տարբեր ելևէջներով սողալով ինչ-որ գործողություններ անելու ժամանակը չէ սա։ Ինչպես մենք նշում ենք, որ գալիք ընտրությունները դա ինչ-որ կուսակցությունների, ինչ-որ տեղերում տեղավորվելու հարց չի, այլ դա հայ ժողովրդի եւ Հայաստան պետության գոյության խնդիրն է եւ կուսակցությունները 10 անգամ պիտի չափեն, մեկ անգամ որոշում կայացնեն ինչ-որ գործողություն անելուց առաջ, նույնն էլ վերաբերում է նաև տարբեր եկեղեցականների, տարբեր պաշտոններ եւ հանրային զբաղեցնող մարդկանց եւ հանրային գործիչների, որ իրենց խոսույթը, իրենց քայլերը անելիս իրենք շատ լավ հասկանան, մենք մտել ենք մի շրջան, որը գոյաբանական պայքարի վերջի գլուխն է։ Եվ այստեղ մենք ցույց ենք տալու հայ ժողովուրդը իրոք իրավունք ունի անկախ պետություն ունենալու, հայ ժողովուրդը իրոք իրավունք ունի սեփական հայրենիքի գոնե այս մի փոքր կտորի վրա իր իսկ իշխանությունը եւ պետությունը պահելու եւ թույլ չտալու, որպեսզի ինքը դառնա այսպես Էրդողանի ձևակերպումով թրի վրա մնացած այն մսի կտորը, որը ցավոք սրտի կանգ չեն առնում եւ շարունակում են այս դավաճանակույտից, այս մարդկանց էլի չնայած իրենք ոնց որ ինքնակամ են, չէ՞, տրվել բրծության ձյունիկ, թե ստիպում են։ Մի վարքյան է, մի հատ էս միացեք ինչ 20-ը դեմ են եղել, որ Բագրատ Սեփազանը քաղաքական շարժում սկսի։ Ասում եմ հիմա, մի հատ այդտեղ ստոպ։ Ուրեմն այդ մի դրվագա տեսեք, ինքը ասում է մենք դեմ ենք եղել Սրբազան պայքարի այս շարժմանը, ձյունիկ տեսել եք սա։ Ինքը կոնկրետ առաջին օրվանից եղել է այնտեղ, էլ ստախոսին։ Տեսեք, մի բան ասեմ։ Անկախ նրանից, թե իրենք ինչ մեղքեր են գործել, անկախ նրանից, թե իրենց վրա ինչ կոմպրոմատներ կան, անկախ նրանից, թե իրենց ինչ սպառնալիքներ են ներկայացրել, իրենք այս քայլով շատ ավելի մեծ մեղք են գործել, քան այդ ամենը իրար հետ վերցրած։ Եվ իրենք իրենց դրել են ավելի կախյալ վիճակի մեջ, որովհետև եթե իրենցից որևէ մեկը այդ մեղքերը ունենալով ուղղակի մեղագար կամ չգնար այդ քայլերին եւ հետապնդման ենթարկվելով հայտնվեր ենթադրենք կալանավայրում, դա շատ ավելի փոքր մեղք ու պատիժ կլիներ եկեղեցու եւ հայ ժողովրդի համար եւ մեր հանրության համար ընդհանրապես եւ իրենց հեղինակության ու արժանապատվության տեսակետից, քան այն քայլերը, որ իրենք անում են։ Ակնհայտ է, որ իրենք սա այս իշխանության ղեկին նստած անձնպես ոմանք հայտարարություն այո, ես հիշում եմ։ Այս Բորիսն Արմանն է, սա։ Իրենք հենց գնացել էին իրանց աջակցությունն, ես լավ եմ հիշում։ Այո, եկեղեցու քաղաքականացման, իսկ դա քաղաքական գործընթաց է։ Նիկոլը քաղաքական կեղտոտ կոշիկներով մտել է։ Սպասի գամ քեզ մի հատ փաչե, որ Բագրատ Սեփազանը Հայաստանի քաղաքացի չի։ Առավել էս նա Կանադայի քաղաքացի է։ Ոչ, Հայաստանի քաղաքացի, ուղղակի ունի նաև երկքաղաքացի, այո, սուտ է խոսում։ Սա էլ է սուտ խոսում։ Իսում է չարժի երկար։ Չէ, ես դա անկեղծ եմ ասում, ցավում եմ իր համար, բայց դա ամբողջ ազգի համար է։ Մենք նույն ձեռագիրը տեսնում ենք, չէ։ Կեղծիքն ու սխալը գործում են, հետո հանրայինի եթերում հայտնում են, փորձելով հանրությանը նորից մոլորեսնել։ Նշյալ անձիկ հիմա էլ այս 7-ն, 8-ն, 10-ն իրենց մեջից զատվելու են, իրապես
շփոթված եւ մոլորվածներ, ոնց խափել են ինչ որ բանի տակ գործողություն են արել եւ մենք տեսնում ենք տարբեր արդեն պատարակների ժամանակ Կոտայքի թեմի եւ առաջնորդի տեսնում ենք իրական այս Պղծությանը մասնակից, այո, ձերքին դավաճանության եւ մայրաթորի ներսից այդ որոմը, որը իրենք դարձել են իրենց վրա ստանձնել են այդ պարտականությունը, այդ որոմի դերով իրենք փորձում են մայրաթորը ինչ-ինչ խոստումների դիմաց, ինչ-ինչ ցանկությունների դիմաց, ինչ-ինչ երևի թե իրենց ամբիցիոզ նկրտումների դիմաց, դա արդեն իրենց խնդիրն է, իրենք թող որոշեն, բայց այստեղ եւս կարծում եմ մենք այդ եպիսկոպոսների մեջ կտեսնենք զատվող եւ զտվող զանգված, ես չեմ կարծում որ նրանք բոլորը այդ ուրեմն թյուրիմացության նրանցից ոմանք այդ թյուրիմացության զոհն են դարձել եւ պատական չնշեցի այդ փաստաթուղթը, որտեղ ինձ թվում է դրանով նաեւ այս մարդկանց փորձել են փաստի առաջ կանգնացնել եւ թույլ չտալ, որ իրենք խուսանավեն եւ դուրս պրծնեն այդ որոգայթից։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։